Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Պատմությունը, որը ձեզ հիմա կներկայացնեմ, կարելի է պայմանական անվանել պատմություն ապապետականության և մեծախոսության մասին։ Իհարկե, այդ պատմության մեջ նոր բան չկա, բայց կարծում եմ ժամանակ առ ժամանակ դրա մասին պետք է հիշեցնել։ Նաև համոզված եմ, որ ֆեյքային որոշակի ակտիվություն կնկատվի այս գրառումից հետո, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Նաև նշեմ, որ այս պատմության մեջ ոչ մի հորինած բան չկա, ոչ մի գնահատական կամ ենթադրություն չկա և բոլորը փաստեր են, ինչը ցանկացած մարդ կարող է ստուգել ինքնուրույն այդ ամբողջ ինֆորմացիան համացանցում պահպանվում է։ Խոսքը Հայաստանի գազամատակարարման համակարգի մասին է։ Մինչև 97 թիվը, 90-ական թվականների ընթացքում Հայաստանում գազամատակարարումը իրականացվում էր պետական ընկերության միջոցով, որը Ռուսաստանից գնում էր բնական գազը և կազմակերպում էր դրա մատակարարումը արդեն երկրի ներսում։ 97 թվականին ստեղծվեց հայկական և ռուսական համատեղ ընկերություն, որը կոչվեց Հայ-Ռուսգազարդ։ Հայ-Ռուսգազարդում Հայաստանը ուներ 45% բաժնեմաս, ևս 45%-ը պատկանում էր ռուսաստանյան Գազպրոմ ընկերությանը և ևս 10%-ը պատկանում էր էլի ռուսաստանյան ԻՏՌ կազմակերպությանը։ Այդ ընթացքում, այսինքն Հայ-Ռուսգազարդի ձևավորումից հետո, կատարվեցին որոշ ներդրումներ գազամատակարարման որակը հանուն արդարության պետք է նշենք, որ բարելավվեց, նորմալ բնականon գազ ենք ստանում և մեր համաքաղաքացիները նույնպես այդ գազը ստանում և սպառում էին, բայց հետաքրքիր պատմությունը սկսվում է 2006 թվականից։ Ուրեմն 2006 թվականին հայտարարվեց, որ ռուսաստանյան կողմը պատրաստվում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը։ Եվ մեր կառավարությունը այն ժամանակվա որոշում է, որ մեխանիզմ մշակի, որպեսզի բնակչությունը և տնտեսությունը չզգան գազի թանկացումը և որոշում է սուբսիդավորել գազի թանկացումը։ Թվում է շատ արդարացված և վեհ նպատակ է, սակայն մեխանիզմն էլ հետաքրքիր։ Սուբսիդավորումը կատարվում էր ոչ թե պետական բյուջեի միջոցներից, օրինակ խոցելի խաբերին որոշակի աջակցություն կամ բիզնեսին որոշակի աջակցություն տալու միջոցով, այդ տարբերությունը փոխհատուցելու համար, այլ մենք ռուսական կողմին այդ տարբերությունը որոշեցինք վճարել բնամթերքով, այսինքն Հայաստանի էներգետիկ ակտիվների տեսքով։ Մասնավորապես որոշում կայացվեց ռուսական կողմին զիջել Հրազդանի ջեկի կառուցվելիք 5-րդ բլոկը և Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածը, որը պետք է մեզ համար այլընտրանքային գազամատակարարում ապահովեր։ Եվ այս փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև ԻՏՌ-ի բաժնեմասը գնելու արդյունքում, Հայաստանի բաժնեմասը Հայ-Ռուսգազարդում նվազեց, դառնալով 20%, 45%-ից 20%, իսկ Գազպրոմի բաժնեմասը աճեց 45%-ից դառնալով 80%։ Եվ այս հարցի արժեքը $188 միլիոն էր, այսինքն մենք $188 միլիոն դիմաց հրաժարվեցինք մեր էներգետիկ երկու կարևոր ակտիվներից, զիջեցինք, հետ քայլ արեցինք մեր էներգետիկ անկախության տեսանկյունից, որպեսզի որոշ չափով և կարճ ժամանակով սուբսիդավորենք գազի գինը։ Ընդ որում սա ներկայացվեց ժամանակին որպես մեծագույն ձեռքբերում, բայց թե ինչ ստացանք դրա արդյունքում, դա ժամանակը ցույց կտա և ցույց տվեց։ Բայց ինչ կատարվեց դրանից հետո, շատ ավելի հետաքրքիր էր։ Ուրեմն 2012-13 թվականներին Հայաստանում լրագրողները, ոլորտով հետաքրքրվող փորձագետները, մասնագետները ուշադրություն էին դարձնում հետաքրքիր անհամապատասխանության վրա։ Ըստ մեր մաքսային վիճակագրության տվյալների երևում էր, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազը սահմանին թանկացել է, դրա մաքսային արժեքը ավելի մեծ էր։ Այս բոլոր հարցերին, հրապարակումներին ի պատասխան կամ լռություն էր, կամ հերքում էին, որ նման բան է տեղի ունեցել։ Սա շարունակվեց մոտավորապես 2 տարի և հանկարծ 2013 թվականի վերջին մեր սիրելի կառավարությունը հայտարարեց, որ մենք հայկական կողմը Գազպրոմին կուտակել է $300 միլիոն պարտք։ Ինչի դիմաց, ասացին, որովհետև Գազպրոմը թանկացրել էր գազի գինը, իսկ մենք վճարել ենք նախկին գնով։ Ավելի մեծ ձեռառնոցի դժվար է պատկերացնել, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Եվ ինչ որոշվեց այդ ժամանակ, որոշվեց, որ $300 միլիոն պարտքի դիմաց Հայաստանը զիջում է Հայ-Ռուսգազարդում իր ունեցած վերջին 20%-ը։ Եվ զիջեցինք այդ 20%-ը $300 միլիոն պարտքի դիմաց։ Արդյունքում Հայ-Ռուսգազարդը վերանվանվեց նաև Գազպրոմ Արմենիա և բնականաբար սա նույնպես ներկայացվեց որպես
մեծագույն ձեռքբերում։ Ընդ որում, բացի այս փոխանցումից, նաև կնքվեց մի համաձայնագիր Հայաստանի և Գազպրոմի միջև 30 տարով, մինչև 2043 թվականը, որը ըստ էության մեր էներգետիկ կամ գազային անվտանգության մակարդակը կտրուկ նվազեցրեց, ըստ էության մենաշնորհային իրավիճակ սահմանեց ռուսաստանյան կողմի համար, որպեսզի ավելի պարզ լինի, ասեմ, օրինակ, այդ պայմանագրով մենք փաստացի կորստում ենք վերահսկողությունը մեր գազային համակարգի նկատմամբ, այդ պայմանագրով մենք ջերմոցային պայմաններ ենք ապահովում Գազպրոմ Արմենիայի համար, օրինակ ոչ նպաստավոր տնտեսական պայմանների դեպքում որոշակի մեխանիզմներ են նախատեսվում կամ փաստացի մենք առանց իրենց թույլտվությամբ որևէ այլ ընտրանքային գազի աղբյուր չենք կարող գտնել եւ մատակարարում իրականացնել։ Այս համաձայնագիրը այնքան խայտառակ էր, որ անգամ 2014 թվականի սկզբին Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի երկրորդ նախագահ, որի օրոք են առաջին գույք պարտքի դիմացներ տեղի ունեցել գազային գույք պարտքի դիմացը, ինքը այս համաձայնագիրը քննադատեց, ասաց, որ դա խոցելի է դարձնում մեր էներգետիկ համակարգը եւ նշեց, որ իր օրոք դժվար նման համաձայնագիր կնքվեր։ Ահա այսպիսի իրավիճակ ենք մենք ունեցել եւ եթե այսպես ժամանակագրական շարքով նայենք, փաստացի մենք ինչ ենք ունեցել 45% բաժնեմաս, որը հետո դարձել է 20%, որը հետո դարձել է 0%, որից բացի նաև մեր էներգետիկ ակտիվներն ենք զիջել եւ դիմացը կարելի ասել ստացել են կարճաժամկետ էժան գազ։ Ահա այսպիսի ուժեղ կառավարում են իրականացրել մեր նախկին իշխանությունները, որոնք հիմա մեզ քննադատում են, օրինակ թրիփի հետ կապված, որոնք մեզ քննադատում են ոչ կոմպետենտության հետ կապված եւ իրենք, այսպես ասենք, ուժեղ կառավարիչների ամենավառ կերպարն են եղել։ Սա է ամբողջ պատմությունը, ընդ որում, եթե պատմության առաջին սերիան տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երկրորդ սերիան տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ժամանակ, հիմիկվա մեզ քննադատող ճակերտավոր ուժեղ կառավարիչներն էլ այս պատմությանը ընդհանրապես չեն անդրադառնում, օրինակ երբ իրենց հարցնում ենք Գազպրոմի մասին, երբ իրենք մեզ քննադատում են օրինակ թրիփի հետ կապված, ասում են, «Էս ինչ փոխզիջումներ են, մենք լինենք այդպես չենք անի», երբ իրենք հարցնում են, իրենք դրանից տեղյակ չեն։ Խնդրեմ, ինքներդ լսեք։ Անեք, շատ կարճ, կներեք էլի, Գազպրոմ Արմենիայում քանի տոկոս ունենք ու առաջ ինչքան ունենք։ Կներեք էլի, հա, հիշեցնեմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գազպրոմ Արմենիայում քանի տոկոս բաժնում։ Գազպրոմ Արմենիայում այս բանը չեմ տիրապետում, թվին ինչքան է, բայց շատ կարևոր ընկերություն է, ինչի՞ չեք տիրապետում։ 0%։ 0% ունի, պարոն Հակոբյան։ Բնականաբար այսպիսի պատասխան պիտի հնչի, որովհետև ձեռնտու չի այդ մասին ոչ խոսել, ոչ կարծիք հայտնել, ոչ առավել ևս քննադատել եւ միգուցե նաեւ այն պատճառով, որ այս վերջին երրորդ ուժի առաջնորդը իր ունեցվածքի համար հիմնականում սկզբնական, հատկապես սկզբնական շրջանում պարտական է Գազպրոմից ստացած պատվերներին եւ Գազպրոմի հետ համագործակցությունը։ Սա է ամբողջ պատմությունը։ Լավ եղեք, առաջիկայում էլի ձեզ պատմություններ կներկայացնեմ։